Հրապարակ թերթը գրում է Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե ապրիլյան պատերազմի, թե 44-օրյայի օրերին քաղցրավայնիկ են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված ուղարկել են դպրոցին։ Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին եւ ձեռնունայն հեռացել է, ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել կամ հեռացնում է, կամ ինքն է հեռանում։ Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։ Թերթի տեղեկություններով ԿՊԱ-ականներն այս օրերին անփորձ մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ, հասկանալու թե ով է տեղում։ Ով է կուրացի անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատուն։ Այս տեղեկությունները հավաքագրել է տեղի մարզային ԿՊԱ-ականներին հանձնարարվել է մարզպետարանից։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել, ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ եւ մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի եւ Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ ապարդյուն։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի, վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։ Թերթի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հաստատել է այս տեղեկությունը։ Պետրոսյանն ասել է ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում, աշխատելու է 120,000 դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Գրում է թերթը։